Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ քեզ Տեր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ, կյուրախանամ ու կցնցամ քեզնով, սաղմոս կերքեմ քո անուանը, ով բարձրյալ, թշնամիներս հետ դառնալով կթուլանան ու կգորջեն քո առաջից, դատաստանս և իրավունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ով դատավոր արդար, սաստեցիր հեթանոսներին և ամբարիշտն անհետացավ, նրանց անունները ջնջեցիր Յավիտյանս Յավիտենից, և թշնամու զենքը իսպար վերացավ, դու քաղաքներ ավերեցիր, և իշատակը դրանց կորավ աղաղակով, բայց Աստուած մնում է Յավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար, ինքն է դատում աշխարհն այս արդարությամբ և իր ժողովրդին ուղղամտությամբ, Տերն եղավ տնանքի ապավենը և նեղության ժամանակ օգնականը, քեզ վրայ թող յոյս տնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր, սաղմոս երգեցեք Տիրոջը, որ բնակում է Սիոնում, հեթանոսների մեջ պատմեցեք գործերը նրա, տնանքների արյան համար վերեշխնդիր լինելիս, Տերը իշեց և չմոռացավ աղոթքը նրանց, ողորմիր ինձ Տեր և տես, հիմն ու աստացում իմ թշնամիներից, դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրներգությունները Սիոնի քաղաքի դռներին, և ցնցամ քո փրկագործությամբ, հեթանոսներն են բղումիցին իրենց գործած ապականության մեջ, և իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու, Տերն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, և մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի, մեղավորները կրկին դժոխք կբուն ընկնեն, նաև բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն, Տերն ամենևին չի մոռանա աղքատին, և տնանքների համբերությունը երբեք չի սպառի, ելիր Տեր, և թող մարդը չզորանայ, թող հեթանոսները դատվեն քո առջև, նրանց վրայ օրենոստիր կարգիր Տեր, և թող հեթանոսներն իմանան, թե իրենք մարդիկ են, Ինչու Տեր հեռու մնացիր, անտարբեր եղար նեղության ժամանակ, ամբարշտի օխորտալուց տոչորում է աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, քանզի գովաբանվում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանում է և նա, ով զրկում է, իսկ մեղավորն ինչու բազում դառնությամբ զայրացրեց Աստծուն, թե չի ստանայ հատուցում, չկայ Աստուած նրա աչքերի առջև, մշտապես պիղծեն նրա ճանապարհները, իրավունք ասվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին, նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կժապրի առանց փորձանքի, անեծքով դառնությամբ ու նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք մեծ
մեծամեծների հետ դարան է մտնում, որ գախտնաբար սպանի անմեղին, նրա աչքն աղքատի վրա է, դարանակալում է թաքստոցում, ինչպես արիվցն իր որջում, դարանակալում է յապշտակելու աղքատին և ճանկելու նրան, Նրան գգցի իր որոքայթը, բայց տիրելով տնանքներին, նա կխոնարհվի ու կժնկնի, նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է շրջել է երեսնիր, բնավ չտեսնելու համար, ելիր Տեր իմ Աստված, Թող բարձրանայ քո ձեռքը, և մի մոռացիր տնանքներին, իսկ ամբարիշտ ինչու բարկացրեց Աստծուն, ասելով իր սրտում, թե ինքը չի քննուի, Շտար թե տեսնում ես դու աղքատին, նայելով նրա ցավին ու սրտմտությանը, նրան քո ձեռքը վերցնելու համար, ես է ապավինել աղքատը, և դու ես որպի օգնականը, թող խորտակուի, մեղավորի ու չարագործի բասուկը, թող փնտրուեն նրա մելքերն ու այլևս չգտնոեն, Տերը թագավոր է Յավիդյանս Յավիդենից, թող կորչեն հեթանոսները նրա երկրից, տնանքների ցանկությունը լսեցիր Տեր, քո ականջը ուշտացրեց նրանց սրտի պատրաստակամությանը, տեսնելու որպի ու տնանքի դատաստանը, որպեսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին, Հեր